Ռուսաստանը կարող է միջուկային զսպում կիրառել այն սպառնալիքները վերացնելու համար, որոնց թվում է նաև Բալթիկայում ՌԴ տարածքի մի մասի մեկուսացումը, հայտնել է վերլուծաբան Իգոր Ժուկովսկին։ Դրանց թվում են կենսական կարևոր տրանսպորտային հաղորդակցությունների հասանելիության արգելափակումը, ինչն անմիջականորեն կապված է Բալթիկ ծովի, Կալինինգրադի և Սանկտ Պետերբուրգի հետ, թվարկել է վերլուծաբանը։ Ըստ նրա, Ռուսաստանի միջուկային դոկտրինի վերջին տարբերակի համաձայն ռազմական դաշինքի ցանկացած անդամի ագրեսիան դիտարկվում է որպես այդ ամբողջ կոալիցիայի ագրեսիա։ Կալինինգրադի Մարս ծովային ուղին արգելափակելու Լեհաստանի հիպոթետիկ գործողությունները կընկալվեն որպես ՆԱՏՕ-ի ագրեսիա Ռուսաստանի դեմ, բոլոր հետևանքներով, նկարագրել է նա հակամարտության հնարավոր սցենարը։ Թբիլիսիի քաղաքապետ և Վրաստանում իշխող վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ժամանակը սպառվել է և ժամանակն է պատասխան տալու։ Զելենսկու ժամանակը սպառվել է և նա ստիպված կլինի պատասխան տալ այն բանի համար, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում իր անմիջական մասնակցությամբ։ Հայտարարել է պաշտոնյան գնահատելով ՄԱԿ-ում Վրաստանի վերաբերյալ Զելենսկու հայտարարությունը։ Կալաձեն դիմել է Ուկրաինայի նախագահին, հանգիստ թողեք Վրաստանին և վրաց ժողովրդին։ Եթե ՆԱՏՕ-ն խփի ռուսական ինքնաթիռը, դա կնշանակի ռազմական հակամարտության սկիզբ, հայտարարել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ Դա պատերազմ կլինի, ասել է դիվանագետը։ Մեշկովը ընդգծել է, ՆԱՏՕ-ի օդանավերը բավական հաճախ խախտում են Ռուսաստանի օդային տարածքը, սակայն դրանց չեն տապալում։ Նա նաև հերքել է Մոսկվայի մասնակցությունը Եվրոպայում դրոնների հետ կապված միջադեպերին։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է. տարակարծիք են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԽՍՀՄ-ի փլուզման վերաբերյալ հայացքներում, ինչի պատճառով հասկացել է նրանք բարիկադների տարբեր կողմերում են։ Մերկելը հիշել է, ինչպես է Ռուսաստանի առաջնորդը ԽՍՀՄ փլուզումը անվանել 100-ամյակի մեծագույն աղետ, իսկ ինքը դրա հետ չի համաձայնել։ Այնինչ դուք հիմա անվանում եք մեծագույն աղետ, իմ ողջ կյանքի երջանկությունն է, ասել է Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը Պուտինին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հնարավոր է համարել դե-ֆակտո ճանաչել Ռուսաստանի նոր շրջանները։ Եթե մենք ուժ չունենանք այդ տարածքները վերադարձնելու, ապա մենք պատրաստ ենք խոսել այդ մասին։ Մենք պատրաստ ենք ապագայում մի օր վերադարձնել դրանք դիվանագիտական ճանապարհով, ոչ թե զենքով, ընդգծել է նախագահը։ Զելենսկին մերժել է Ռուսաստանի նոր շրջանների իրավական ճանաչման հնարավորությունը, միևնույն ժամանակ թույլ տալով փաստացի համաձայնություն տարածքի պատկանելիության հետ։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը Կիևի կողմից նման քայլի պայման է առաջադրել անվերապահ հրադադարի ձեռքբերումը, այն անվանելով լավ փոխզիջում հակամարտության կողմերի համար։